Բարև ձեզ, Հարեմդյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Վատիկանը սրբատասեց Մարտինի հայ կաթողիկե arczepiskopos Իգնատիոս Մալոյանը։ Բաքվի հայադյաց քարոզիչները Հայաստանի մեջ ընդունված են որպես խաղաղության աղավնիներ, Արման Թաթոյան։ Ցեղասպանության հուշարձանի վերականգնումը կհիշեցնե բարձ վերանորոգում, Սարհատ Պետրոսյան։ Եղեռնի հուշարձանի շինարարական աշխատանքները ժամանակավորապես պիտի թատրին։ Ադրբեջանը մեզ հայրուս զրկեց կյանքի եւ ազատության միակ աղբյուրեն հողեն, Հովանես Ավետիսյան։ Մագի Փանացևերը հայկական ուժերու դուրս բերումը կշագաբեին խորհրդաժողովի հրավերով, ուր պետք էր որոշվեր Արցախի ապակա կարգավիճակը։ Չրիմուրներու աճ Վանի լիճին վրա։ Բանկոմատի հայ քյուրդարարը Լյութեր Ջորջ Սիմչյան։ 2025 թվականի հոկտեմբեր 19-ին Վատիկանի մեջ տեղի ունեցավ հանդիսավոր արարողությունը, որուն ընթացքին կաթողիկե եկեղեցու առաջնորդ Պապ Լևոն 14-ը սրբատասեց 7 հոգի, որոնց շարքին էր Մարտինի հայ կաթողիկե եկեղեցու arczepiskopos Իգնատիոս Շուկրալլա Մալոյանը։ Իգնատիոս Մալոյան ծնած է 1869-ին Մարտին քաղաքը։ 14 տարեկանին մեկնած է Լիբանան գրթություն ստանալու զմար բանկին մեջ։ 1896-ին ծերնադրված է իբրև քահանա, 1911-ին նշանակված է Մարտինի arczepiskopos։ Հայրու ցեղասպանության դարիներուն 1915 թվականի հունիս 3-ին անցերպակալվեցավ եւ ծանր դանչանքներու ենթարկվեցավ, ապա սպանվեցավ Օսմանյան պաշտոնյաներու կողմէ, մերժելով ազատ արձակվել իսլամ ընդունելու պայմանով։ Կաթողիկե եկեղեցին Մալոյանը ջանցավ իբրև նահատակ հավատքի համար կյանքը տված։ Միջոցառման ընթացքին Իգնատիոս Մալոյանի հիշադակին հնչեց հայերենով աղոթք։ Անոր սրբաթասումը նոր էջ բացավ հայ կաթողիկե եկեղեցու պատմության մեջ, դառնալով հավատքին եւ հաստատակամության խորհրդանիշ։ Միասնության թևեր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան կդեղեկացնե, որ Երևանի մեջ ընդունված են Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք իրականության մեջ Բաքվի իշխանության մաս կկազմեն եւ կգործածվին որպես հայադյաց քարոզչության գործիք։ Թաթոյանի հիմնադրամը դեռ 2023-ին փաստած էր, որ այս խումբերը նյութական աջակցություն կստանան Ադրբեջանի իշխանություններեն եւ իրականության մեջ նպաստած են Արցախի հայերու մեգուսացման ու դարաբանկին։ Արման Թաթոյանի խոսքով նման գեղձ նախաձեռնություններով փորձ կկատարվի ստեղծել խաղաղության պատրանք, մինչդեռ այդ անձերը կդարածեն Ադրբեջանի հայադյաց քաղաքականությունը եւ կսպասարկեն Բաքվի շահերը։ Ճարտարապետ Սարհատ Պետրոսյան քննադատած է հայրու ցեղասպանության հուշարձանի վերականգնման ընթացքը, նշելով, որ այն ավելի շատ կհիշեցնե բարձ վերանորոգման, քան գիտական վերականգնումի։ Անոր խոսքով Գրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հուշարձանին չի մոդենար այնպիսի պատասխանատվությամբ, ինչպես կմոդենային օրինակ Սանահինի վանական համալիրին կամ Քարնու դաճարին։ Պետրոսյան նշած է, որ շինարարական ժամկետները հավանաբար ընդրված են քաղաքական նպատակներով, մինչդեռ գիտամեթոդական խորհրդի ներկայիս կազմը չունի անհրաժեշտ մասնագիտական մագարտակ նման նախագիծ մը քննադատելու համար։ Ան նաև ընդգծած է, որ հայ նախագիծ կազմակերպությունը պետք է ընտրեր ավելի պահպանողական վերականգնման ուղի։ Ճարտարապետը գոչ ուղղած է հարցը քննարկելու մասնագիտական եւ փարոյական հարթության վրա, շեշտելով, որ հուշարձանի նկատմամբ պատասխանատվությունը ընդհանուր է, իսկ ներկա մոտեցումը վտանգի տակ կտնե անոր պատմական արժեքը։ Հայաստանի ճարտարապետներու բալադը հայտարարած է, որ Եղեռնի հուշարձանի շինարարական աշխատանքները ժամանակավորապես պիտի թատրին։ Որոշված է շինարարական աշխատանքները ժամանակավորապես թատրեցնել շինհրապարակի բացշաճ կահավորման եւ աշխատանքներու անվտանգության ապահովման նպատակով։ Սահմանված է նաեւ շին աշխատանքներու վարման մշտադիտարկում։ Այս որոշումը ընդունված է, երբ բալադի խորհրդի անդամները շրջայց կատարած են հուշարձանի տարածքին եւ հանդիպած են նախագծի հեղինակային խումբին հետ։ Բալադի թիմումի հիման վրա գումարված է նաեւ Գրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի արդահերտ ընդլայնված նիստը, որոնց մասնակցած են բալադի խորհրդի 5 անդամներ, այդ շարքին ճարտարապետ Անահիտ Տարխանյան, Եղեռնի հուշահամալիրի հեղինակ Արթուր Տարխանյանի դուստրը։ Վերջինս ավելի շուտ մտահոգություն հայտնած էր հուշարձանի շինաշխատանքներուն առնչությամբ։ Տնտեսագետ եւ pedagogan կառավարման մասնակետ Հովանես Ավետիսյան իր քրարման մեջ կնշե. Ադրբեջանը մեզ հայրուս կյանքի եւ ազատության միակ աղբյուրեն հողեն զրկեց, իսկ ասոն կհրջվին թե փերմը պիտի կա Ադրբեջանով։ Գամ մեր մեջ միշտ աբրած են ադրբեջանցիներ եւ նոր կհասկանանք, գամ ալ շատերը ուղեղները սեղմված եւ գրճատված են չօգտագործելու հետևանքով։
Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան իր ելույթի ժամանակ հայտարարած է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը չի կրնար սահմանափակել ժողովուրդներու ինքնորոշման իրավունքը, հիշեցնելով Կոսովոյի օրինակը։ Պատգամավորը նշած է, որ իշխանությունները կշահագործեն ՄԱԿ-ի դիրքորոշումը։ 4 բանացևեր են միայն մեկը կվերապերեր դեղական ուժերու դուրսմերման հարցին, իսկ մյուսները մերժված էին Ադրբեջանի կողմէ։ Խաչատրյանի խոսքով Մինսկի խումբի համանախագահներու առաջարկով պետք էր որոշվեր Արցախի աբակա կարգավիճակը, սակայն Փաշինյան գդրեց Քորտյան հանգույցը, որ ըստ անոր հանգույց չէր, այլ մեր վիզին կապված պարան։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը կհիշեցնե, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմէ նախաձեռնված 4 բանացևերը քաղաքական բնույթ ունին, որոնք իրավական ուժ չունին միջազգային իրավունքի համաձայն։ Արցախի կարգավիճակը հստակ է, այն 1920 թվականին ջանցված հայկական պետության անբաժանելի մասն է։ Այս կարգավիճակը երբեք կասկածի տակ չէ դրված Արևմտյան Հայաստանի Հանրապետության իշխանություններուն կողմէ։ Վանի Սենտենիալ համալսարանի ցկնաբուծական բաժնի դոցենտը հայտնած է, որ Վանի լիճը աշխարհի ամենամեծ գազավոր եւ փակ լիճը վերջին տարիներուն կցուցաբերե ջրիմուռներու աննախընթաց աճ։ Անոր խոսքով լիճը գտնված է բարձրության վրա, ունի ցած ինքնամաքրող կարողություն եւ նույնիսկ ամենափոքր աղդերը երկար ժամանակ կմնան անոր ջուրերուն մեջ։ Այս պահուն լիճի ափերուն վրա արդեն ձևավորված են ջրիմուռները փակածած մեծ կղզիներ։ Մասնակետը նախազգուշացուցած է, որ եթե այս երևույթը շարունակվի, լիճի կենսաբազմազանությունը կրնա լուրջ վտանգի տակ գլալ մանավանդ մարգարդախեցիներու տեսակները։ Անհույսով է, թե աբակային լիճը պիտի վերադառնա իր նախկին մաքուր եւ գաբուդաչիա ցևին։ Լյութեր Ջորջ Սիմջյան, որուն երբեմն կգոչեն երկրորդ Թոմաս Էդիսոն, պատմության մեջ մնաց իբրև աշխարհի առաջին բանկոմատ ստեղծողը։ Անձնած է 1905 թվականին այնտապ, սակայն հայերու ցեղասպանության դարիներուն ստիպված փախած է նախ Պերուտ, ապա Մարսել։ 1920 թվականին տեղափոխված է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Երիտասարդ տարիքեն Սիմջյան հետաքրքրված է լուսանկարչությամբ եւ ընդամենը 25 տարեկանին դարձած է Յեյլի համալսարանի բժշկական դարալոծարանի դնորեն։ 1939-ին հիմնած Reflector ընկերությունը նոր սարքեր արտադրելու նպատակով, որոնք ինքը ստեղծած էր։ Նույն տարին Սիմջյանը ստեղծած է աշխարհի առաջին բանկոմատը, որն անվանած է բանկամատիկ։ Սակայն բանկերը այդ ժամանակ չեն ըմբռնած քյութի նշանակությունը եւ հրաժարած են այն գիրարել։ Միայն 1960-ին Սիմջյան կարճաժամկետ պայմանագիր կնքած է City բանկի հետ, սակայն անալթատրեցված է։ Հակառակ այս դժվարություններուն Սիմջյան շարունակած է իր գործունեությունը ստանալով 200-ը ավելի արտոնակիր դարբեր ոլորտներու մեջ։ 92 տարեկանին գրեթե գուրացած անարդոնակիր ստացած է իր վերջին քյութին համար։ Լյութեր Ջորջ Սիմջյան մահացած է 1997 թվականի հոկտեմբեր 23-ին իր ետին ցկելով նորարարություններով հարուստ ժառանգություն եւ ապացուցելով, որ հայ միտքը կրնա փոխել աշխարհը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։